Բարև ձեզ, դուք դիտում եք մեր ուղին։ 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Մենք այսօր զրուցելու ենք հենց ընտրություններից եւ մասնավորապես քարոզարշավում բարձրացվող այն հարցերից, որ հուզում են քաղաքացիներին։ Մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության Լոռու մարզի քարոզարշավի պատասխանատու Արմեն Այվազյանին։ Բարև ձեզ, պարոն Այվազյան։ Բարև ձեզ։ Հետևելով ձեր ողջ քարոզարշավին, կարծես թե ամենաակտիվ քարոզարշավը իրականացնում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Դա իմ տեսակետն է։ Նախ առաջինը դա այդպես է թե չէ, հանդիպում եք արդյոք այլ քաղաքական ուժերի ձեր քարոզարշավի ընթացքում եւ ինչպես է ընթանում քարոզարշավը, թեպետ արդեն կամաց գնում է դեպի ավարտ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քարոզարշավը իրականացնում է ինչպես է խոստացել էր բոլոր գյուղական համայնքներում եւ քաղաքի բոլոր թաղամասերում մեր նախապես ծրագրավորված գրաֆիկի համաձայն, ասեմ ձեր կարծիքը ես էլ եմ կիսում, որովհետև ես չեմ հանդիպել այդ քաղաքական ուժերին, ովքեր որ մեր նման քարոզարշավ իրականացնեն, ծրագրերը իրականացնելու թե բովանդակային առումով եւ թե մարդկանց հետ արդյունք անկեղծ շփումների առումով, որտեղ մենք քարոզարշավի մեր համար խնդիր չենք դրել մարդկանց գնալ տեսնել եւ մեզ գովելը, այլ խնդիր ենք դրել հարցերը բարձրաձայնեն եւ այդ հարցերը մենք նույնպես բարձրաձայնենք, որպեսզի մենք իմանալով, որ վաղը մյուս օր ընտրություններից հետո ընտրվելուց հետո այդ հարցերը լուծողը հենց մենք ենք լինելու։ Քարոզարշավը իրականացնում ենք բոլոր թաղամասերում, հենց այսօր էլ ունենք քարոզարշավ, երեկել ենք արել քարոզարշավը ներկայացնում ենք հասարակությանը, ցույց ենք տալիս թե որտեղ ենք եղել, ինչ հարցեր եղել, որոշակիորեն նաև խնդիրները իրենց լուծումներով ենք առաջարկում։ Մեր ինչպես եւ ծրագրավորել ենք շատ լավ հետաքրքիր ձևով քարոզարշավը ընթանում է եւ ամենակարևորը մեզ համար նա է, որ մարդկանց հետ շփումներում մենք շատ դրական էներգիա ենք ստանում, մարդկանց մենք տեսնում ենք, որ մենք ունենք լուրջ համակիրների քանակ, ովքեր որ իրականում հավատում են պարոն Ծառուկյանին եւ իրենց խոսքը չեն վախենում, ասում են, որտեղ մենք պետք է նաև առանձնակի ասել, որ քարոզարշավ ենք իրականացնում մի իրավիճակում, որտեղ իրար ցանկացած մարդ նկարվելուց մեզ նախընտրական քարոզչական ռոլիկի մեջ, մեզ դիմավորելուց, մեզ հանդիպելուց այնքան վախի մտնոլորտ է տիրում, որ այդ մարդիկ անկեղծ վախում են այդ ամենը նաև մեզ բացահայտ ասել, բայց փառք Աստծո մենք ունենք այդ ամեն մարդիկ այդ համակիրների քանակը եւ իրականացնում ենք նորմալ քարոզարշավ եւ ես համոզված եմ որ քարոզարշավի այսօրվա մեծ դրական ընդունելությունը արտացոլվելու է նաև հունիսի 7-ին արդեն ընտրություններին գիշերը քվեարկության միջոցով։ Կարծես թե դուք կռահեցիք իմ երկրորդ հարցը, այ հենց քարոզարշավի սկզբից, երբ որ նայում էի ձեր քաղաքական նախընտրական հոլովակները համացանցում, շատ հաճախ բնակչությունը նույնիսկ խուսափում էր բուկլետը վերցնել եւ ծանոթանալ, բայց հիմա ես օրինակ նայելով, հետևելով ձեր քարոզարշավին, արդեն մարդիկ նույնիսկ բանավեճի են բռնվում։ Դա ինչ է, դուք կարողանում եք տեղ հասցնել։ Իհարկե դա տենց է, մարդիկ ոչ միայն վախենում են բուկլետները վերցնել, այլ մարդիկ վախենում են նույնիսկ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների հետ հանդիպել, որովհետև կոնկրետ մեր կուսակցության վրա ռեպրեսիաները ու ասենք այդ ամեն ինչ այնքան շատ է, որ մենք էլ ենք մարդկանց մասին մտածելով շատ դեպքերում նաև շատ բաներ չենք ցուցադրում, բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մենք մարդկանց բացատրենք եւ մարդիկ հասկանան, որ մեր խնդիրը, մեր ծրագրերը ներկայացնելն է իրենց, որպեսզի իրենք ընտրության ժամանակ կարողանան ընտրություն կատարել։ Ինչի են ազգային ժողովի պատգամավորներ ընտրվում ընտրությունների միջոցով, որ քաղաքացիները կարողանան ընտրել լավ եւ վատ ծրագիրը, լավ եւ վատ քաղաքական գործչին, լավ եւ վատ ճիշտ ու սխալ ասողին, բայց այսօր մի հատ ցավոք սրտի իրավիճակի մենք հայտնվեցինք, արդեն 19-րդ օրն է քարոզարշավի, բայց մենք չունեցանք որևէ բանավեճ, մենք չունեցանք որևէ քաղաքական ասելիք չլսեցինք այդ կուսակցություններից, բացի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, մենք չլսեցինք այդ կուսակցություններից դրույթներ իրենց նախընտրական ծրագրի, որը վերաբերի տնտեսությանը, որը վերաբերի մնացած ամեն ինչին, փոխանակը մենք տեսանք, որ մարդիկ իրենց գովում են, իրենք մարդկանցով գնում, մեզ շատ են սիրում, մեզ շատ են սիրում։ Լավ, մենք ես չեմ հասկանում ճիշտ ասած քաղաքական գործի կամ ընտրվող մարդուն ինչպես կարող են սիրել պարզապես առանց իր ծրագիրը իմանալու, առանց իր ներկայացնելու, թե իրենք ինչով են զբաղվելու։ Սա քաղաքական ընտրություններ են, եւ մենք քարոզարշավի ընթացքում մենք չենք փորձում անձնական սիմպաթիաներով առաջնորդվել, այլ ծրագրերով, որովհետեւ կոնկրետ ինձ համար որպես քարոզարշավի պատասխանատու շատ կարեւոր է ծրագրի հասանելի դառնի վանաձորցիներին, կոնկրետ մեր մարզի բնակիչներին, որպես իրենք կարողանան ընտրություն կատարել։
Ճնշումներից եք խոսում, վերջին ժամանակահատվածում կարծես թե Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ այսպես քարոզարշավի ընթացքում կուտակվել են սև մութ ամպեր, կաշառքի տալու ինչ-որ մեղադրանքներ, ձայնագրությունների հրապարակումներ, փոխադարձ վիրավորանքներ եւ այլն եւ այլն, սրանից խոսենք։ Ես հստակ կարող եմ ասել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թե Լոռու մարզում եւ թե Հայաստանի Հանրապետությունը որևիցե տեղ չի կարող կապ ունենալ որևէ տրված ընտրակաշառքի հետ։ Ավելին ասեմ, մեր կուսակցությունում եւ ամեն օր ընթացող ժողովների ժամանակ հստակ ասում եմ, որ նույնիսկ մարդկանց որևէ ձևով նույնիսկ եթե մարդուն դեղի կարիք լինի, ինքը մահանալուց լինի հեռու իրենցից գաս 10 րոպեին ինձ մի հատ դեղ է պետք, մենք ոչինչ նախընտրական կառավարչական շրջանում չենք անում, չենք արել եւ չենք էլ պատրաստվում, մենք դրա խնդիրը չունենք, բայց հակառակ բանն ես նկատում եմ, որ շատ է խոսացվում այդ մասին, որտեղ հենց այդ մարդիկ, ովքեր խոսում են, իրենք են ուզում դրա մասին խոսել, իրենք էլ նման մտածելակերպի մարդիկ են, որ կարող են Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դրանով կպնել եւ ընդհանրապես մի բան ասեմ, եթե նույնիսկ որոշակի դրվագներ են լինում, առանց որևէ դատարանի վճռի, առանց որևէ հիմնավոր փաստի, մարդիկ արդեն Բարգավաճ Հայաստան կուսակցության վրա ցեխ են շպրտում, ես ընդհանրապես ուզում եմ մի հատ հարց տամ, եթե տենց վստահ իրենք ցեխ են շպրտում, եթե այդ մարդկանց անունները ասում են Բարգավաճ Հայաստանը կաշառք է տվել, մարդիկ ինչի իրենց անուններով հապաշտոնապես չի ներկայացվում, ովքեր են, արդյոք նրանք Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ են, թե հակառակը, ով խոսում է իրենց կուսակցության անդամ են, բազմաթիվ բաներ կա, որ PR-ի վրա դնել չի կարելի, ես ընդհանրապես կարող եմ ասել, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նման բաներ անելու խնդիր ընդհանրապես չունի, Բարգավաճ Հայաստան կուսակցության նույն քարոզարշավը եւ նույն ծրագրերը մենք այնպես ենք ներկայացնում, մենք ժողովրդի վրա մեր հույսը դնում ենք եւ մենք աջակցություն ենք ակնկալում մեր ծրագրերի հիման վրա։ Մենք որևէ խնդիր չունենք մարդկանց օրենքով արգելված ձևերով։ Կարծես թե նաեւ անմեղության կանխավարկածն է այստեղ խախտվում, այդ դուք ճիշտ եք նշում, որ մարդիկ նույնիսկ չգիտեն ով է, ինչ որ սմ քարոզարշավի ժամանակ ոչ միայն անմեղության կանխավարկածն է խախտվում, այլ խախտվում են բոլոր իրավունքները, պարտականությունները մեր պաշտոնյաների եւ իրենց պահելաձևերի։ Մարդիկ իրենց պաշտոնի անձնագրերը չգիտեն, թե իրենք ինչ գործառույթներ ունեն, աշխատանքից ազատում են մարդկանց իբր թե իրենք, բայց իրենք դրա լիազորությունը չունեն։ Խոսում են ընտրակաշառքի կամ բաժանած ինչ-որ ընտրակաշառքի մասին, որի մասին նույնիսկ իրենք ինֆորմացիա չունեն, թե ում մասին են խոսում, որ այդ մարդը իրենց կուսակցությունով ավականու անդամ է եղել, բայց խոսում են չգիտես ինչի Բարգավաճի մասին, խոսում են նենց բաների մասին, որոնք իրենք նույնիսկ դրա լիազորությունը չունեն։ Ցավոք սրտի մեր հասարակությունը միշտ չի որ դա գիտակցում է եւ միշտ չի որ դա համարժեք պատասխաններ է տալիս է, հենց մենք էլ ուզում էինք այդ բանավեճերը լինել, որ մենք այդ պատասխանները ստանանք, բայց քանի որ իրենք չուզեցին, մենք մեր առաջ են գնա մեր ծրագրով, Բարգավաճ Հայաստանի իր ծրագիր ներկայացնում է, հանդիպումներ անում է եւ ես համոզված եմ, որ ընտրություններից հետո մենք մեր արդյունքը տեսնելով մենք չենք փոշմանի մեր որոշումների համար եւ մեր իրականացած քարոզարշավի համար։ Բոլոր կուսակցությունների կողմից տարբեր զանգվածային լրատվության միջոցների եթերներից անընդհատ հնչեցնում են, որ վարչական լծակները օգտագործվում են։ Նույնիսկ ձայնագրություններ են հրապարակում։ Վարչական լծակ ունի միայն իշխանությունը, ընդդիմությունը վարչական լծակներ չի կարող ունենալ, եւ իշխանությունն իր վարչական լծակները պարզ է որ փորձելու է օգտագործել։ Իհարկե դա անօրինական է, դա ճիշտ չէ եւ քաղաքացիներին իրենց քաղաքական դիրքորոշումների համար ազատում են աշխատանքից կամ նմանատիպ միջոցներով փորձում են ճնշումներ գործադրել, բայց ես կարծում եմ մեր բանաձորցիները այնքան գիտակից մեր լոռեցիները ընդհանրապես եւ Հայաստանի Հանրապետության բնակիչները այնքան արդեն ամեն ինչ ճիշտ են հասկանում, որ վարչական լծակները ընտրությունների հունիսի 7-ին չի օգտագործվելու քվեարկության առումով, այսինքն որքան էլ տանեն միտինգների, որքան էլ արգել են այլ տեղեր գնալը, քվեարկության ժամանակ քաղաքացիների դիրքորոշումը ասելու է եւ որևէ կախվածություն չի արտահայտելու։ Այստեղ շատ կարեւոր է, որ մեր բնակիչները իմանան, որ այս մասնակցությունը ընտրություններին շատ կարեւոր է, որովհետեւ իրենց մասնակցության ցուցանիշը ապահովելով իրենք նաեւ հանգարում են այդ վարչական ռեսուրսի եւ վարչական լծակների կիրառմանը, որ շատ մարդ մասնակցի եւ իրենց դիրքորոշումը հայտնի ընտրությունների հետ կապված։
այնապես չմասնակցելով դա իշխանության օգտին է եւ չմասնակցելով ընտրություններին եւ մեր վաղվա ապագայի մասին իրենց մասնակցությունը չունենալով ես դա համարում եմ, որ շատ մեծ սխալ կլինի, հետեւաբար խնդրում եմ եւ խորհուրդում եմ մասնակցել նաեւ անպայման ընտրություններին։ Հասարակության շրջանում կա մի կարծրատիպ, որ արդեն ամեն ինչ որոշված է, ով պիտի ընտրվի, ինչ պիտի անի, գնան, չգնան, արդեն ամեն ինչ լուծված է։ Այս ամենը ինչպես է հաղթահարում կուսակցությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գիտի հստակ եւ մենք նույնպես որ ոչինչ դեռ որոշված չէ, ավելին ասեմ, մեր կարծիքով հունիսի 7-ին բավականին շատ մարկանց լուրջ անակնկալներ են սպասվում, որտեղ ընդհակառակը ինչ որ վստահությունը հիմա իշխանությունը ունի, ես ուզում եմ հավաստիացնել, որ հանդիպումների միջոցով քարոզարշավի, երբ ես օրը մոտ 300-400 հոգու հետ եմ շփվում, իրենք այդտեղ հստակ չունեն այն ձայների քանակը, որի հիմա վրա կարող են այդ վստահություն ունենալ, եւ համոզված եմ, որ այդ անակնկալները իրենց համար լինելու է, իսկ ոչինչ չէ կանխորոշված չէ, ամեն ինչ կախված է մեր քաղաքացիների մտածելակերպից, մեր քաղաքացիների մասնակցությունից եւ մեր քաղաքացիների ընտրությունից, եւ ես միշտ եմ ասել, հիմա էլ եմ ասում, ես մեր լոռեցիների եւ մեր բնակչության ընդհանրապես Հայաստանի Հանրապետության խելամտության ճիշտ ընտրության վրա արդեն երկար ժամանակ է, ինչ ես քաղաքացիանը զբաղվում չեմ կասկածում, իրենք միշտ ճիշտ ընտրություն կատարում են, հույս ունեմ այս անգամ ևս այդպես կլինի։ Վերջերս օրինակ Զաքարյան փողոցում քարոզարշավ էիք իրականացնում եւ նաեւ հասակ այնտեղ լճերի հարող տարածքում եք ու լայվով դիմեցիք հասարակությանը, խոսեցիք նաեւ այն հանգամանքից, որ քաղաքի լճերը պիտի այս պահին ինչ որ շինարարական եռուզեռի մեջ լիներ, բայց ինչպես տեսնում եք, ջուրը կար եւ այլն եւ այլն։ Այսինքն բոլոր այն խոստումներից խոսենք, որ հենց իշխող կուսակցությունը ներկայացրել է եւ դուք բերում եք հակափաստարկներ։ Խոսենք այդ հակափաստարկներից ավելի մանրամասն։ Տեսեք, ես միշտ ասել եմ, որ ինձ համար քաղաքականության մեջ ամենակարևոր սկզբունքը չխաբելն է, եւ եթե քաղաքացիներին ընտրողների հետ խաբում ես, դու որևէ իրավունք չունես թե բարոյական, թե մարդկային իրենցից ձայն խնդրես։ Կոնկրետ մենք քարոզարշավի ժամանակ շատ հարցեր ենք տեսնում, որ քարոզարշավի ժամանակ իշխանությունը հայտարարել է, որ նման ծրագիր իրականացվելու է, բայց այդ ծրագրերը չեն իրականացվում։ Ասեմ, իրենք իրենց պատճառաբանությունը նա է, որ ժամկետների խնդիր կա, ենթադրենք լճերի հետ կապված ժամկետը փորձաքննություն է գնում, հետո մրցույթ է գնում, հետո է լինելու, հիմա չի լինելու, բայց ես ընդհանրապես արձանագրեցի այդ օրը երկու դեպք, որի մասին հիմա կասեմ, որ եւ դա հիմնավորեց մեր իշխանությունների կազմակերպ եւ ինչ բառ օգտագործեմ, որ ճիշտ է, իրենց համար ամեն ինչ մեկ է գործելակերպը։ Կոնկրետ լճերի հետ կապված լճերի վարձակալական պայմանագիրը խզվել է, վերադարձվել է համայնքին եւ լճերը արդեն այլևս վարձակալական գումար չի վճարում, ամեն ամիս 60,000 դրամ վարձակալական գումար չի վճարում, հետևաբար այդ գումարը համայնքը կորցնում է, բայց լճերում գործունեությունը շարունակվում է եւ լճերում նախկինի պես, ինչպես եղել է, այդպես շարունակվում է, եթե այդ ամենը սուբվենցիան տեղի ունենալու 5 ամիս հետո, ինչի՞ չէ 5 ամիս հետո պայմանագիր է խզում, որպեսզի այդ մարդիկ օգտագործում են օրինական լինի, հետո այդ գումարները համայնքը չկորցնի, երբ որ արդեն կլիներ սուբվենցիայի ժամկետը, եթե իհարկե լինելու է, որին ես խիստ կասկածում եմ եւ համոզված եմ, որ նաեւ չի լինելու, այդ ժամանակ կխզենք։ Մենք գործը հակառակ կողմից ենք անում։ Նույն ձև երկաթուղայինների այգու խնդիրն էր։ Բոլոր հողագտորների վարձակալական պայմանները խզվեց, յուրաքանչյուր ամիս 1 միլիոն դրամ վարձավճար մայիս ամսից արդեն չի վճարվում։ Բայց երկաթուղայինում դեռ ոչինչ արված չէ։ Նույն ձև Թումանյան հրապարակի այդ Կալցևոյի մոտի, ինչպես ասում են, Կալցևոյի մոտի շինարարական աշխատանքներ պետք է իրականացվեին, բայց համայնքը իր միջոցներով ծաղիկ է տնկում, բայց ընդդեմ ասել է, որ պետք է լինի սուբվենցիա։ Այսինքն մենք մեր իշխանությունները այն սուբվենցիաների հետ կապված ծրագիր ինչը որ կա, ասում են միայն ասելու համար։ Եվ ես փաստարկներ եմ բերում, ես պարզապես բառերով չեմ ասում։ Եթե խզվել է, վերադարձվել է համայնքին, ինչպես է եւ ով է այնտեղ բիզնես գործունեություն ծավալում։ Ես այս ամենը հարցնում եմ, որպեսզի նաեւ շահերի բախում տեղի չունենա, հիմք ընդունելով այն հանգամանքը իմ կարգավիճակը, որպեսզի դուք մանրամասն Ես մանրամասն ներկայացնում եմ, բայց ես քաղաքային հարցերից կամ սուբվենցիաները, որ սխալ են, նման հարցերից քարոզարշավի ժամանակ չեմ ուզում ժամանակ տրամադրեմ, ասեմ ինչի, որտեղ ես ի սկզբանե ասել եմ, 35 միլիոն դոլար խաբել են, նման թիվ չկա,
$35 միլիոն ծրագրերը չի իրականացվելու։ Եթե մարդիկ կան իմ ասածի վրա կասկածում են, համեցեք բանավեճի, հիմնավորեք, ես էլ ասեմ ներողություն, գնամ իմ աշխատանքի։ Եթե ոչ, քարոզարշավի ժամանակը չվատնենք մի բանի վրա, որը ես արդեն 10 անգամ ասել եմ եւ ինձ որևէ մեկը համենայն դեպս դեռ չի արձագանքել եւ հակառակը չի ասել։ Ավելին ասել եմ, եթե $35 միլիոն չկայի վրա կասկածում եք, հարցրեք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին, ով իր հարցազրույցներում նշել է, որ ես ճիշտ եմ, ես չէ, որ այդ գումարը չկա, կամ հարցում արեք, կտեսնեք, որ Այվազյան Արմենը տանը չի ենթադրել, որ այդ գումարները չկա, համապատասխան մարդիկ են իրեն ասել դրա մասին։ Վերադառնանք քարոզարշավին, խնայենք այն ժամանակը, որը ձեզ է հատկացված, դուք նաև գյուղական համայնքներում եք իրականացնում քարոզարշավ եւ գյուղացիներին այսօր մտահոգում է հենց որ գյուղատնտեսությունը կարծես որպես ճյուղ մահանում են, կոպիտ ասած, նամանավանդ մեր համայնքում։ Բազմաթիվ անմշակ հողեր, անասնապահության անկում եւ այլն եւ այլն։ Ինչ ծրագրեր ունեք դուք։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը գյուղատնտեսության հետ կապված շատ լուրջ ծրագրեր ունի, որովհետև դուք տեղյակ եք, որ պարոն Ծառուկյանը եւ ընդհանրապես կուսակցությունը միշտ է գյուղացիների կողքին եղել, իսկ այս իշխանությունների օրը գյուղատնտեսությունը իհարկե գնալով ավելի վատ վիճակում է հայտնվելու, որովհետև գյուղատնտեսության նույնիսկ նախարարություն չունենք մենք, ով զբաղվելու է նման հարցերով, տրամաբանականին ընդհանրապես մոտ չէ, երբ մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն, ով զբաղվի այդ հարցերով, եւ դրան զուգահեռ չունենք նաեւ այլ կառույց, ով այդ հարցերը գոնե դիրապետի, զբաղվի, ժողովրդից լսի խնդիրները եւ ներկայացվի կառավարությանը լուծումների համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իր ծրագրային դրույթները շատ հարցեր ունի գյուղատնտեսության հետ կապված, սկսած վթերումների հարցի կազմակերպումից սպանդանոցների կազմակերպումից առաջի հերթին ամենամեծ կարևոր հարցը մեզ համար գյուղատնտեսության նախարարության ստեղծումն է, որտեղ լինել են համապատասխան մասնագետներ, համապատասխան գնալու են խնդիրները գյուղացիների լսելու են եւ այդ արդեն լուծումները գալու են ներքևից, ոչ թե մենք նստելու ենք կաբինետներում մարդիկ որոշեն թե գյուղացին ինչ խնդիր ունի եւ միած սխալ լուծում տան, այլ գնալու են գյուղացիների մոտից սկսենք, որովհետեւ մենք գյուղական համայնքներում հիմա հանդիպումների ժամանակ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ հավատացեք շատ խնդիրներ կա, որոնք ամեն օր գյուղացիները լուրջ խնդիրների առաջ են կանգնում։ Եվ այդ գյուղացիների խնդիր լսող չկա։ Ասում ենք ում եք դիմել, հեչ ում դիմենք, ասում են նախարարություն չկա, համապատասխան պատկան կառույց չկա, ստիպված մենք ինչպես կարող ենք մեր հարցերը լուծում ենք։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հստակ դիրքորոշում ունի, որ սկսած պետական սուբսիդիաներից, պետական գումարներից, պետական արտոնություններից, այդ թվում նաև թե հարկային, թե բանկային համակարգի միջոցով իրականացվող գյուղատնտեսության զարգացմանը պետք է զարկ տրվի, ոնց հարկն է, եւ ամենակարևորը պետք է լինի այն, որ մարդիկ պետք է իմանան, որ իրենց եթե պետք է հողը մշակեն, պարարտանյութի խնդիր ունեն, պետք է ունենան պարարտանյութը, ամենակարևորը։ Երկրորդը, եթե իրենց պետք է ինչ-որ խնդիր վարկեր, որոնք վարկերի միջոցով կարողանան զարգացնել, պետական հովանավորությունը լինելու է եւ պետությունը տրամադրելու է անտոկոս վարկեր, որը վերցնելու է իր վրա, որպեսզի գյուղացիները կարողանան առաջ գնալ եւ զարգանալ։ Բայց սա միայն բառեր չեն, նման գործելավոճով պարոն Ծառուկյանը, երբ որպես գործարար միշտ է եղել, օրինակի համար մի բան ասեմ, եթե Հայաստանի Հանրապետությունում մթերում անողներ կազմակերպություն շատ կան, նրանցից ամենաառաջատարը եւ ամենապարտաճանաչը դա պարոն Ծառուկյանի ընկերություններն են եղել, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տվել իրենց մթերքը վաճառել եւ գումարներ ստանալ ժամանակին, տեղում ստանալ, կարողանալ անել։ Այսինքն ինքը միշտ է եղել գյուղացիների կողքին, իսկ իշխանության գալու դեպքում արդեն կառավարությունը լուրջ ծրագրեր ունի, որ իրականացնելու է։ Պարոն Այվազյան, այդ ձեր օպոնենտները անընդհատ նշում են ինչ միջոցների հաշվին։ Պետական միջոցների հաշվին, որոնք մեր օպոնենտները ուղղում են իրենց պարգևաճերների ստացմանը։ Պետական միջոցների հաշվին, որոնք մեր օպոնենտները ուղղում են, չգիտենք ինչերի վրա են ծախսում, եւ եթե մենք ունենք գյուղացի եւ գյուղ, որտեղ գյուղում կան լուրջ խնդիրներ, բայց այդ գյուղի ամբողջ շրջակայքը ասֆալտ են անում, ես իմ քանի միլիարդ ծախսում եմ, բայց գյուղացին իր կենթանում չգիտի որտեղ է մորթելու, հանձնելու, որ միսը վաճառի, իր գումարները ստանա։ Դա նորմալ է։ Դա նորմալ չէ։ Մտեք ցանկացած գյուղ, հարցերեք, ասեք սպանդանոցների մասին օրենքները մեծ փոփոխությունները որ եղավ, կենթանիների մորթը կազմակերպելու ինչ վիճակում է։ Ձեզ կասեն խայտարակ։
Բայց ասում են գյուղում ասֆալտը լավն է։ Գյուղացուն ասֆալտը вообще պետք չի։ Գյուղացուն պետք է իր մթերքը կարողանա մթերի, գյուղացուն պետք է իր առօրյա ապրոստը կարողանա վաստակի իր քրտինքով եւ գյուղացուն պետք է պետությունը չխանգարի։ Իսկ մեր օպոնենտները ինչ որ ասում են, իհարկե պետական միջոցներով, իհարկե պետական միջոցները շատ կա, իհարկե մենք իրենց նման արտաքին պարտքը ավելացնելու հաշվին չենք անելու այդ ամենը, այլ հավասարակշռված է լինելու, մեր տնտեսական աճի հաշվին է լինելու եւ միջոցներից խասող օպոնենտների ես խորհուրդ կտամ ընդամենը մի հատ բան հիշել, որ մոտ օրերս, վերջին օրերս արդեն մենք տեսանք, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակում մեր շատ ապրանքների արտահանումը Ռուսաստան, այդ թվում լոլիկի, վարունգի, ծիլանի նվաղոցեր արդեն փակված, արդեն այնպեսի վիճակում է մեր տնտեսությունը զարգացման լուրջ խնդիր ունի, այլևս չեն կարողանալ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր մեքենաներ են վարում, ովքեր այդ նման ապրանքների արտադրությամբ են զբաղված, ովքեր գումարներ են վերցրել, որպեսզի նման ապրանքներ արտահանեն Ռուսաստանի Դաշնություն, այլ չեն կարողանալու։ Մայիսի 30-ից արդեն օրենք ուժի մեջ է մտնում։ Այսինքն մեր օպոնենտները մեզ ասելու փոխարեն ինչ գումարներից ավելի լավ է իրենց արած գործերի, վատ գործերի հետևանքները մեկ գիտակցել։ Ամփոփենք մեր այսօրվա զրույցը, ինչ կոչով կդիմեք մեր հասարակությանը, ինչ կմաղթեք նրանց։ Ես առաջին հերթին հասարակությանը դիմում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ի կայանալիք ընտրություններին անպայման պետք է մասնակցեն, որովհետև դրանով իրենք իրենց մասնակցությունն են բերելու մեր երկրի իշխանության ձևավորմանը, որը նման իրավիճակում ոչ թե պարզապես իշխանության ձևավորում է, այլ հայրենիքի պաշտպանության, հայրենիքի ունենալու, չունենալու, հայրենիքի համար ամենակարևոր պահին ճիշտ որոշումներ կայացնելու թույլտվություն է, որը իրենք տալու են այն մարդկանց, ովքեր ընտրվելու են։ Հետևաբար պարտադիր պայմանը իշխանությունների նման գործելավոճ արգելելու եւ թույլ չտալու համար դա ընտրություններին մասնակցելն է, անկախ դրանից, որ քաղաքական ուժին են ընտրելու, ցանկալի է, որ ընդդիմադիր ուժ ընտրեն, ես դա հորդորում եմ, իսկ այն այդոմով, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում եւ ծրագրեր է ներկայացնում, ես հորդորում եմ հունիսի 7-ին քվեարկել քվեաթերթիկ համար 7 Բարգավաճ Հայաստան կուսակցության, քանի որ համոզված եմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության իշխանության գալու դեպքում միանշանակ մեր քաղաքացիները ինձ խաբված չեն զգալու, այլ ընդհակառակը տեսնելու են իրականում իրականացվող բազմաթիվ ծրագրեր, որոնց մասին մենք խոսում ենք։ Շնորհակալություն պարոն Այվազյան, հրավերը չմերժելու, ես ակնկալում եմ եւս մեկ հաղորդում մինչեւ քարոզարշավի ավարտը, դա արդեն երևի քարոզարշավի վերջին, պաշտոնապես հրավիրում եմ ձեզ։ Սիրով շնորհակալ եմ։ Իսկ մեր քաղաքացիներին ես նույնպես հորդորում եմ, որպեսզի հունիսի 7-ին մասնակցեն ընտրություններին։ Սա մեր ուղին հաղորդաշարն էր, կհանդիպենք եթերում առայժմ։